օրակարգին երբ ծանոթանում ես հարց է առաջանում։ Դալիճում լռություն։ Ինչն է պատճառը, որ այս հարցերը բացի երևի 1-2-ից հայտնվում են այսպես հրատապության մեջ, երբ որ դա հնարավոր էր անել առանց հրատապության, հանգիստ, անհարմար վիճակի մեջ չդնելով պատգամավորներին, վերջին պահին բերելով հանձնաժողովներ, պարտադրելով քննարկումներ, եւ այդ քննարկումները բնականաբար հարցերն կարևոր են, չես հասցնում ոչ լուրջ ուսումնասիրես, ոչ լուրջ կարծիք կազմես։ Ձեր կարծիքով կառավարությունը ինչու՞մ է թերանում, որ պարբերաբար այսպիսի վիճակի մեջ է դնում ինքն իրեն եւ խորհրդարանին։ Որն է այդ պատճառը, դուք ձեր մեջ մի անգամ ժողով արել եք, պարզել եք այդ բյուրոկրատական քաշքշուկն է պատճառը, թե ինչն է պատճառը, որ անդադար այս նույն վիճակի մեջ եք հայտնվում։ Շնորհակալություն։ Պարոն Նազարյան, ես տարբեր նախագծերի մասով այն ինչ որ ներկայացրել եմ, դրանց հրատապության հիմքերը նույնպես ներկայացրել եմ։ Ես չեմ ուզում նորից կրկնվել, բայց միաժամանակ նշեմ, որ այո, բոլոր այն հարցերը, որոնք կառավարության կողմից ներկայացվում են հրատապության հիմքով, նրանք դրա անհրաժեշտությունը ունեն եւ դրա հիմնավորումը բերվում է, ներկայացվում է եւ քննարկվում է թե հանձնաժողովներում, թե առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։ Եվ կարծում եմ որևէ խնդիր չկա քննարկումների ընթացքում ապացուցել հակառակը, որ այս հարցը օրինակ կարելի էր ոչ հրատապ ռեժիմով քննարկել։ Սա է։ Շնորհակալություն։ Խնդիրը տեսեք որն է, ոչ թե որ այս հարցերից որևէ մեկը հրատապ չի, ցանկացած հարց, անգամ ինչ որ գյուղում խանութի բացման կամ փակման հարցը կարելի է բերել ու 1000 հիմնավորում բերել, թե որ սա հրատապ է։ Խնդիրն այն է, որ այս բոլոր հարցերը կարելի է քննարկել առանց հրատապության ռեժիմի տարվա ընթացքում, առանց շտապելու, հանգիստ, այստեղ ձեր թերացումն է, ես հարցնում եմ, դուք քննարկել եք որն է ձեր թերացումը, որ անդադար այսպիսի վիճակի մեջ եք ընկնում, խորհրդարանն դնելով այս վիճակի մեջ։ Ես չեմ քննարկում հրատապեն այս հարցերը, թե չէ, այս հարցերը բոլորն էլ նոր չեն ծագել եւ կարելի էր հանգիստ լուծել այս խնդիրները եւ չբերել այս վիճակի մեջ դնել։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես չգիտեմ ինչ վիճակի մեջ ենք բերել, կարծում եմ շատ լավ վիճակ է այդ հարցերը քննարկելու օրակարգում ներկայացված եւ հարցերը մեկ օրում չեն ծագում եւ մեկ օրում ներկայացվում ազգային ժողով, դրանք քննարկվում են, դրանք կառավարության ներսում են քննարկվում այն հարցերի մասով, որոնք վերաբերում են կառավարությանը եւ դրանց հրատապությունը հիմնավորվում է եւ ներկայացվում է ազգային ժողովի, մնացածը ազգային ժողովի հարցերի տիրույթում է։